Առավոտ լուսով weekend-ը շարունակվում է եւ ինչպես որ խոստացել էինք այսօր խոսելու ենք շատ առողջ ապրելակերպից, առողջ սնունդից եւ այսպես հաղորդման այս հատվածում զրուցելու ենք ֆիթնես մարզիչ եւ բոդիբիլդեր Մանուկ Բրուտյանի հետ։ Բարի լույս Մանուկ։ Բարի լույսներ ձեզ։ Բարի լույս, ինչպես եք։ Մենք շատ լավ, դուք ինչպես եք։ Մենք էլ ենք շատ լավ, մեզ մոտ այսպես ավանդական արդեն հարց է ձևավորվել առավոտ լուսով weekend-ի ժամանակ, միշտ հարցնում ենք մեր հյուրերին, ինչպես եք սկսել այսօր ձեր առավոտը, բայց կարծում եմ ձեր դեպքում մասնավորապես պիտի որ հաստատ դուք իմանաք ճիշտ օրը սկսելու գաղտնիքը։ Վաղ առավոտյան, քանիսին է սկսվում ձեր առավոտը։ Ճիշտ ասած 5:30։ 5:30 է սկսում։ Շատ վաղ։ Այո, այսինքն մենք բողոքելու տեղ չունենք, որ հաճախ ասում ենք առավոտյան շուտ ենք արթնացել, աշխատանքի եկել։ Չբողոքենք։ Չբողոքենք, դա շուտ չէ, 5:30։ Դե ամեն առավոտ իմ մոտ նույն ձևի է սկսվում։ Այսինքն լավ։ Ինչու համար, որտեղ առաջին որ զարթում ենք, մենք անում ենք նախաճաշը։ Այո։ Չեք մտնում հեռախոսի մեջ։ Ահա։ Բադուանները բացում ենք, արևին ենք նայում, մարմինը վիտամին D-ը ստանում, հերում ենք պատրաստում ենք մեր նախաճաշը։ Նախաճաշը իհարկե ինչ որ սկսում ենք նախաճաշը, այդ նույնպես լրացնում ենք մեր օրը։ Այսինքն եթե սկսեցինք մենք ինչ որ քաղցր եղենով կամ ինչ որ մի բանի վրա ասում են պանկեյկա, քրվասանա, բան։ Սուրճ է եւ քաղցրը։ Այսինքն մարշալ արտիկա նկատել եմ ես հայերի մոտ, մենք այսինքն ինձ շատ ջան հարց է դարձ, ասում եմ ես առավոտը զարթնում եմ, առաջինը սուրճ եմ խմում, մի փոքր ինչ որ քաղցրավենիքով կամ շոկոլադով կամ բանով, ասում եմ դու օրդ փչացրեցիր։ Ասում եմ ոնց։ Ասում եմ առաջին դու կոֆեն որ խմեցիր, առավոտ դու քո ամբողջ հորմոններդ որ հանգիստ են բարձրացրեցիր կորտիզոլդ։ Ստրեսի հորմոնը։ Ստրեսը բարձրացրեցիր։ Հետո մի հատ էլ քաղցր գերար, այդ քաղցրը պատճառել է որ քո ինսուլինը բարձրանա, ու ամբողջ օրը սոված լինես։ Շատ վատ է սկսվում առավոտյան վաղ, երբ դուք սկսում եք սուրճով եւ շոկոլադով։ Ես շատ արագ հասկացա։ Ինչ ենք պատրաստում առավոտյան։ Իմ ամենանախնդրելի նախաճաշն է, որը 15 տարի է նույն ձևով նախաճաշում, դա հավգիտնա, ծուն, հետո գարա մի հատ ավոկադոյի փոքր տոստի վրա ամբողջ հադիգից եւ իհարկե իմ ամենացրելի անբաժանը վարսակի պատիլները։ Երբեմն կարող ենք փոխարինել, հա, մեկ օր ուտել հավգիտ, մյուս օր վարսակի փաթիլներ։ Չէ, նայեք, առավոտ նախաճաշը ամենակարևորը ստանալ սպիտակուցները։ Այո։ Սպիտակուցը եւ ջարբը ինձ համար երրորդական մնում է նոր ածխաջրերը։ Այսինքն սուրճը բացառում է առհասարակ։ Գարանք սուրճը խմել նախաճաշից հետո։ Ահա։ Որոշակի ժամանակ պիտի անցնի։ Չէ, նախաճաշ արեցիք կարեք պատրաստեք, խմեք, այո, որովհետև արդեն ձեր ստամոքսը ամբողջովին լի է, սո կոֆեն չի ազդելու ձեր վրա։ Որովհետև երբեմն առանց սուրճ մի տեսակ առավոտը պատկերացնելը Ես պատկերացնում եմ վաղ առավոտյան առանց սուրճ, որովհետև սուրճը խմում եմ միշտ ճաշից հետո։ Ես սովորեցնելու վրա է, գիտես, ինչպես որ սովորեցնում ես։ Ես հասկացա, որ ես միակ ոչ առողջ սնվող եւ ոչ առողջ ապրելակերպ։ Ամեն ինչ կարելի է փոխել, Դավիթ չմտածես հանկարծ, ամեն ինչ։ Վերջում պիտի աշխատենք այդ։ Դա հոգեբանորեն էլ է այդ սուրճը։ Հոգեբանորեն է աշխատում մարդկանց վրա։ Այսինքն դες չէ դու 50 գրամ կաֆեինը որ ստացար, ես մի գմբ զարթնացրեց քեզ։ Դա ես կոֆե խմեցի զարթնեցի, ոչ։ Ես բիշտերը հետազոտություն է որ ասում են, ասենք կոֆե ամենաաշխատող ժամերը իր խոսքի 11-ից 12-ն է։ Այդ ժամն է իր ամենալավ աշխատանքին, այսինքն դու նախաճաշ արել ես, գիսա դա դարգա կոստամոքսը կոֆեն արեցիր, այ գարաս օգուտ ստանաս։ Մեկ էլ իհարկե կեսօրից հետո մեկ չի խմել, միջի քնելուց 6 ժամ առաջ, դա էլի ազդելու է քո քնի վրա, որակի։ Իսկ քունը այս դեպքում իհարկե շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հաջորդ օրը ել ավելի լավ սկսել։ Քունը մեր գլխավոր պատկերացում կազմեցինք, թե ինչպես է ձեր առավոտը սկսում, ինչպես սկսել առողջ վաղ առավոտը, բայց ինչպես վարել առողջ ապրելակերպ, ընդհանուր առմամբ։ Ահա, նայեք շատ լավ հարցրեցիք։ Առողջ ապրելակերպը հիմա ամբողջ աշխարհը գնացել է դրան։ Այսինքն մեր մոտ մի քիչ ուշ հասավ, փորձում ենք մարդկանց մեջ ծնել դա չի նշանակում զրկվել, մարդիկ սխալ են հասկանում։ Ասում են դիետա պիտի բահենք, էսի պիտի անենք, այդ ոչ, ասում եմ դուք չպիտի զրկվեք, այլ մթերքներ կա, որ պիտի բացառեք։ Այդ մթերքները մենք գիտենք, այսինքն առաջինը քաղցրավենիքներն է, երկրորդը մշակված սնունդն է, որը մարդկանց լիքը խնդիրներ է պատճառում, այնց որ ասում են, գիտեք ինչ կա, ես ուտում եմ, ինձ ոչ մի բան չի լինում, ես ոսկի, չգիտեմ, հոտ-դոգներ եմ ուտում, չգիտեմ, ընդ տխվաստերներ եմ ուտում, ոչ ճիշտ է, ժողովուրդ, հիմի ոչ մի բան չի լինելու, ինչ որ լինելու 20 տարի հետո է լինելու։ Այո, ինչ որ լինելու 20 տարի։ Սո մենք պետք է մեզ ապահովենք մեր աբակային, ոչ թե հիմա։ Այսինքն դու հիմա ինչ որ անում ես, դու կանխում ես քո աբակայի խնդիրները։ Ես համաձայն եմ, այո, Մանուկ։ Այդ առողջ ապրելակերպը, այսինքն ուտել մաքուր, ես sense մի հատ նախատասություն եմ, ավելի հեշտ կհասնի ժողովրդին, որ ասում եմ գերեք ինչ որ ասված մեզ դվել է։ Առողջ ապրելակերպի մեջ մտնում է նաև մարզվելը, շաբաթվա ընթացքում քանի անգամ է պետք մարզվել, օրվա ընթացքում որ ժամերին է հարկավոր մարզվել եւ այդպես շատ գաղտնիքներ կա, որ հենց հիմա դուք կպատմեք մեզ։ Իհարկե, շատ լավ հարցրեցիք Ուսերեն ջան, ես ձեզ ասեմ, այդ հարցը որ դալիս եմ կամ ասում բարձրացնում եմ, մարդիկ sense ասում, բա մեր բաբերը
մարզվել են, ես ասում եմ մի բան, ասում եմ ձեր բաբերը կամ իմ բաբերը, ասեն առավոտ զարտել են, քանիսին 5-ին զարտել են, կամ 6-ին զարտել են, գնացել են արդ, մշակել են, սարքել են, ֆիզիկական աշխատանք, մարդիկ աշխատել են, դրա համար առողջ են եղել, իմացաք ոնց, իսկ հիմա մեր ժողովրդի 90%-ի կյանքը նստագայց է, որ հիմա աշխատանքները նենց է վերածվել, ամբողջ համագարկչի դիմաց, մարդիկ զբաղվում են այդ գործը 8 ժամ նստելով, 8 ժամ նստելով դու արդեն դու քո կյանքին վնաս ես պատճառում։ Այսինքն եթե 8 ժամ դու նստում ես, ինձ որ ասում են դա իմ գործն է, ես ասում եմ ունես երկրորդ տարբերակ, ամեն 45 րոպեն հելի ոդկի, 10 րոպե քայլի, արի նստի։ Մի մնա նստած։ Okay։ Նույնը մույսին, ես ասում եմ ես դանդիգին եմ, հեսա հերթով գալիս եմ, էլի մարդկանց, որտեղ մարդիկ փնտրում են պատճառ։ Իմացաք, մարդիկ փնտրում են պատճառ։ Իմ աշխատանքը նստակյաց է, ես տանտիկին եմ։ Աբես, այդ տանտիկին ասում, օքեյ, տանտիկին ես, երեխուն վերցրի իջար փողոց քայլելու։ Ինչի փողոց գնա այքի, քայլի, շարժվի, մի բան արա։ Ասում դան գործ եմ, ասում չէ, դան գործը չէ, դու ավելորդ ինչ որ մի բան պիտի անես, որ քո մարմինը դրան սովոր չի։ Երեխա չունես, ընտանիք կենդանի ունես, Դավիթ։ Որը իդեպ եւս շատ լավ մոտիվացիա է, բայց ես հենց մոտիվացիայի մասին եմ ուզում հարցնել, որովհետեւ իսկապես ճիշտ խորհուրդներ եք տալիս, բայց հաճախ վստահ եմ նաեւ այն մարդիկ, ում դուք եք մարզում, ունեն մոտիվացիայի խնդիր եւ շատ բարդ է երբեմն գնալ հասնել մարզասրահ կամ թեկուզ թվում է թե տարական ինչ որ բաներ անել այդ ֆիզիկական ակտիվությունը պահելու համար։ Ինչպես է պետք մոտիվացվել առհասարակ։ Մոտիվացվելը նայեք, գալիս է տարբեր ձևերից, այսինքն մարդ կա, որը ինչ որ իր նպատակ դնում է մի հատ շոր, որ այդ շորը ես պիտի հագնեմ, աղջիկի դեպքում է դա լինում, կամ հայելին, նայում հայերում է չէ, ես իմ մարմինը պիտի շտկեմ, իմացաք, կամ ինչ որ նպատակ աղջիկի դեպքում, ես ունեմ երի հարսանիք, ունեմ ծննդյան տարեդար, կամ թեկուզ ես ասում եմ առաջարկում ասում նոր շորեր, այսինքն մարզական շորեր Մարզական շորեր նոր վերցրեք, ձեզ կմոտիվացնի։ Մեկը մանոյի վիդեոներն էր, որ նայեն, հաստատ կմոտիվացնեմ, փորձում ամեն ձև մոտիվացնեմ, այո, ժողովուրդը գարիք ունի մոտիվացիայի։ Այսինքն այդ լսելն էլ է մարդկանց շատ դրդում, որ իրանք գնան ինչ որ մի բան անել։ Որտեղ ամեն մարդ չի, ես բաժանում եմ մարդկանց երկու տեսակի։ Ասում եմ մարդ կա լսող, մարդ կա գադարող, այսինքն լսում է, անում եմ, ես ասում եմ իրան գադարի։ Սենց է բաժանում։ Տարբեր են լինում։ Իսկ հետաքրքիր է, այ որ խոսեցինք մոտիվացիայի մասին, ավելի շուտ մոտիվացվում են կանայք, թե տղամարդիկ։ Նա շատ բարձրացիք, սենց բացատրեմ ձեզի։ Հիմա իմ մոտ որ հարցում ասում դու մենակ աղջիկին եք մարզում, ասում ոչ։ Իմ մոտ 50%-ը դղա է, 50%, բայց դղեկը, որ այդքան ակտիվ չեն, ասենք social media-ի վրա, որ ցույց են տալի, ես բարաբում եմ, իսկ հիմնական հարցերը տալիս են աղջիկը, ինչա, ոնց ու դեմոց, բայց դղեկը ասենք գիտեն, երբ որ դրեցին իրանց, հիմնականում դղեկը սենց են, դրեցին մտքի մեջ օրինակ եմ ասում, շաբաթը պիտի գնամ 2 անգամ կամ 3 անգամ մարզվեմ, ինքը գալի մարզում է իր համար էթում է, իսկ աղջիկը սարքում մեծ բաղմություն։ Դուք ինքը սիրում է որ ցույց տա, նայեք ուշադրություն տվեք, ես մարզվում եմ, ես լավ եմ ապրում, ես թեկուզ ոչ ու դա իր մոտիվացնում է, թողանի։ Հասկացաք, իսկ դու վեճի չի ասենք, ինչ որ մեկը տեսել է իրան կամ չի տեսել կամ եթե որոշել է գալ մարզվելու, ապա եկել է մարզվելու, բայց հետաքրքիր է, երբ որ առաջին անգամ մարդը մտնում է մարզասրահ, ո՞րն է նրա առաջին ցանկությունը՝ քաշ կորցնել, ձգվել, թե ուրիշ մոտիվացիաներ կան։ Հիմնականում աղջիկների դեպքում գալիս են սենց երկու բան, մտնում են սենց ասում, ուզում նիհարեմ։ Առաջինը քաշ կորցնելն է։ Ուզում նիհարեմ, ասում, արի սենց պայմանավորվենք։ Իմ մոտ ոչ մեկ չի նիհարում։ Իմ մոտ նիհարել բարը արկիդված է։ Նիհարել բարը բերում է հոգեբանական խնդիրների։ Դու իմ մոտ եկել ես առողջ ապրես։ Եկել ես, չգիտեմ, մարմինը չտկես, եկել ես քո օրվա ստրեսից դուրս գաս, քո ամբողջ օրվա աշխատանքային այդ ստրեսերը, որ ապրել ես, գաս ես մոտ թափես, գաս մեր հետ չփես, խնդանք, խոսանք, քո օրը լավ լինի, վերջացնենք ու դուրս գաս դից։ Ասում դու դենց նայի։ Ասում դու եթե գնայես դու նիհարեմ բարին, դու կարող ես մի շաբաթ, երկու շաբաթ օրինակ եմ ասում, լինում է, չէ, ասենք մի ընթացք կարող է քո քաշի իջնելը ստոպ տա, դու արդեն մոտիվացիան գործրեցիր, ինչի, որտեղ քո ուղիղի մեջ մենակ մի բան է, նիհարեմ։ Չէ, պետք է այդ հարցին այդպես չնայել։ Արդեն ճիշտ չէ։ Սկզբից իրան սովորացում ասում չէ, ստե նիհարել չկա։ Ստե մենք ընկերներ ենք, գալիս ենք, խնդում ենք, խոսում ենք, շփվում ենք, մարզվում ենք, գնում ենք, վերջացավ։ Բայց առաջին ցանկությունը հենց քաշ կորցնելն է։ Իհարկե, երկրորդ դեպքի աղջիկներ կան, որ գալիս են սենց մի անգամից ոտերս չեմ ուզում մեծանա, հետևս մեծանա, այս մասերը չեմ ուզում մեծանա, ասեմ մի վարյան, էսի խիրուրգի համար է գնացեք իր մոտ։ Դուք սխալացել եք, գնացեք ընդ ստե չի դերը։ Բայց լավ, հիմա եթե արդեն մոտիվացիան կա, մենք հասել ենք մարզասրահ, արդեն պիտի որոշակի նպատակների հասնենք, հետաքրքիր է ինչպես է պետք նախ առհասարակ ճիշտ մարզվել եւ միֆերը օրինակ շատ են, ինչպես է պետք սնվել առաջ եւ հետո մարզվելուց, արդյոք կարելի է խմել ջուր թե ոչ։ Առհասարակ նաեւ շատ են հիմա տարատեսակ սննդային հավելումները, չէ՞, եւ շատ է նաեւ մարքեթինգային բոլոր արշավները այս ուղղությամբ, որ
օրինակ պրոտեինով պետք է ուտել այդ տարատեսակ հավելումներով սնունդը, որ ավելի էֆեկտիվ արդյունքի հասնենք։ Այստեղ պետք է ինքնուրույն որոշումներ կայացնել, թե ոչ։ Մանուկը ինձ թույլ էր տալիս պարապմունքի ընթացքում ուտել քաղցր։ Դա իհարկե ուրիշ դեպք է։ Դուք մի քիչ առաջ ասում եք, որ քաղցր պետք չէ ուտել, ինձ արդեն հետաքրքիր է այդ ամենջունի բացատրությունը յուրահատուկ պայմանավորվածություններ։ Չէ, իմ մոտ ամենջունի բացատրություն, եթե մի կոնկրետ Լուսինեի հարցին պատասխանեմ, դա ասենք իր դեսակ որ էկտոմորֆ է, ասենք ինքը խնդիր ունի արդեն քաշ հավաքելու հետ, չէ։ Այո, մենք մարզումի ընթացքում իր մոտ գլուկոգենը դադարգվում է։ Ես նենց պիտի անեմ, որ իր գլուկոգենը չդադարգվի։ Իմացաք ոնց։ Որպեսզի մգանի հաշվին չկորցնի, մգանը կորցնի։ Սո մենք իրամ ինչ ենք անում, գլուկոգենը ավելացնում ենք արագ ածխաջրերով։ Բայց արդեն պատկերացնում ես, չէ՞, մարզասրահում բոլորը ինչպես էին նայում, երբ Մանուկը օրինակ, չգիտեմ, շատ բոլորը ծանջվում են, իսկ Լուսինեն այսպես կանգնած ուղակի որևէ ինչ որ քաղցրավերիկ է ուտում։ Դու կարող ես փաստում է, որ յուրաքանչյուր մարդու դեպքում արդեն յուրահատուկ առանձին մոտեցում է հարկավոր, այո, այո։ Հիմա ձեր հարցերի մեկ կամ ուրեմն առաջին հարցի պատասխանը, այնտեղ մի քանի բան ասեցիք։ Առաջինը սենց է, որ մարդիկ ոնց տեսեն իրենց պրոգրեսը, չէ՞, ինչ են հասկանում։ Ես իմի սենց մի հատ բան եմ մշակել, սենց եմ անում։ Ասում եմ եկար, եղբայր, առաջինը սովորացրեցի, թե ոնց ենք մարզվում, հետո դարից եմ ծրագիր, ասենք, ըստ իր մարմին, ասում եմ, էս ինչ վարժություններ են անում, սովորացնում, ասում դե գրի մոտ։ Գրում է։ Արեցի օրինակ, չգիտեմ, լատ pull down-ը, որ արեցի squat-ը, արեցի էսի, էս ինչ քաշով։ Հասրեցի իմ մաքսիմումը։ Էս ինչ քաշով։ Ասում եմ դու ամեն ինչ պիտի գաս, պիտի փորձենք թեկուզ 5 կիլոգրամը բարձրանալ։ Ավելացնենք։ Այդի արդեն շատ մեծ մոտիվացիա է։ Առաջին ինքը ինչ է։ Կարծանես պատրաստ է, ծրագիր ունի, այսօր էսի է։ Դակացանք, որ մապ արեցինք, գնացինք վարժվելու։ Squat-ը արել է օրինակ 100 կիլո, Մանուջյանը սորացել 105, perfect։ Ինքը արդեն ինչ եղավ, մոտիվացված։ Ինքը միշտ ձգտելու ավելին, որտեղ մարդ արարածը դենց է, ինքը եթե ռեզուլտատ չունի, իր համար թե ոչ մի բան հետաքրքիր չի։ Ինքը միշտ ինչ-որ մի բան պիտի տեսնի, որ իրեն առաջ բրտի դա։ Սա որ ինքը դեսնի իր քաշերը բարսանում, իր գրած տեղը, ինքը իր ձերով է գրում դա, ասում է, օքեյ, չէ, ես ռեզուլտատ ունեմ։ Ու բացատրում ես, ասում ես, եթե դու քո մգանը չաջի, դու ավելի բարձր քաշ չես կարող անես։ Բայց արդյունքը միջև տեսնելը նաև հարկավոր է մի փոքր համբերություն, որովհետև երբ առաջին անգամ ես սկսում, հարկավոր է 1 ամիս, 2 ամիս սպասել, որպեսզի հետո նոր հայլու մեջ արդեն կարողանաս տեսնես այդ քո աշխատանքի արդյունքը։ Դա էլ է մեր մարդկանց մեծ խնդիրը, որովհետև միշտ շտաբում են ամեն ինչին։ Այո, միանգամից են ուզում տեսնել այդ արդյունքը։ Մինչև մարզվել, որ ինքը կյանքում չի մարզվել, առաջի հարցերից մեկն է, որ երբ ռեզուլտատ կունենամ, կամ մի ամսում ինչքան գնի հարեմ։ Ասում նայեք, ըստ լիքը ֆակտորներ կա, ինդիվիդուալը, ամեն մարդ, իր գենետիկան, իր բանը, նայես դու ոնց կբայես քո սնունդը, ոնց կմարզվես, ասում եմ դա սա գապ ունի։ Ասում օրենքով, բժշկական օրենքով ասում եմ, խոսքի չգիտեմ, դինի հարես 2-ից 4 կիլոգրամ։ Էդի փաստա, դրանից ավել, եթե նիհարեցինք, սխալ մի բան կա։ Ասում եմ, բայց մնացածը արդեն վերևների հետ ապերես, ես կորդ չունեմ։ Ես կարեմ իմ մաքսիմալը։ Մեր օրերում իհարկե այստեղ համացանցը իրականում շատ մեծ դեր ունի, ինչ որ առումով իհարկե առողջ ապրելակերպը, որպես երևույթ ֆիթնեսը առհասարակ շատ մոդայիկ է դարձել, ու նաև տեսնում ենք, որ համացանցում դա երևի թե նաև ինչ որ առումով հոգեբանական հարց է, որովհետև հաճախ չես կարող չհամեմատվել, երբ տեսնում ես տարատեսակ մարդկանց օրինակ լուսանկարներ, որոնք ունեն կատարյալ կյանք, կատարյալ մարմին, ամեն ինչ հրաշալի, ամեն ինչ լավ է, եւ հաճախ այդ կատարյալ մարմնի ետևում շատ այլ բաներ են թաքնված եւ իհարկե սա ազդում է մարդկանց հոգեբանության վրա։ Հետաքրքիր է արդյոք դուք բախվում եք ձեր աշխատանքային պրակտիկայում մարդկանց, ովքեր ունեն այս խնդիրները եւ բախվում են այս խնդիրներին եւ ինչպես եք նրանց ճիշտ ուղղորդում, որպեսզի իրենք այս ոչ իրական կյանքին այդքան էլ չհավատան։ Ես ճիշտ է, այդ դեպքը շատ է պատահում իմ մոտ ու ես բադրում եմ այդ մարդկանց դիմակը։ Ասում նայեք, ոչ մեկ իդեալական չի։ Չկա դենց մարդ, որ ինքը իդեալական է, նույնպես ես։ Իդեալական մարդ գոյություն չունի։ Ասում եմ, եթե ինքը նկարվել է ասենց, ասում եմ, ես գարամ ցույց տա, որ խոսքի չգիտեմ, հետո push-up ադրե, դեմից եսի ինչ push-up ադրե։ Լուսավորությունը ճիշտ է։ Նենց արել։ Ինքը այնքան խորնա ցույց տալ իր մգանները, կամ ինքը ամեն օր բլոգ է վարում, ասում հարավոտ ես էս դախաժեցի։ Ես ունեմ ասեմ, ասում ոչ, չկա դենց բան։ Էդի խափում եք, ես դա իր կյանքն է, ինքը դրանով ինքը view հավաքում, քո հետևից գումար աշխատում, դա իր բանն է։ Ասում դու ոչ մեկի մինայի, դու եղի քո լիդերը, քո մարմինի դերը։ Ասում դու քեզ ոնց ես դուր գալի հայելու մեջ։ Դու քեզ ոնց ես դուր գալի, դենց էլ արա։ Եղա ոչ մեկ իդեալական չի, դա սուդա։ Եվ յուրաքանչյուր մարմին ունի իր առանձնահատկությունները։ Իհարկե, ասենք մարդ կա իր տազ ավելի մեծ է, մարդ կա վերևն ավելի մեծ, ոտքերը, դու չես կարող, կամ ասում ես նկարու ցույց տալը, ուզում ես աղջկա նման ունեմ։ Բայց մարզումները ոչ միայն գեղեցիկ մարմին են այսպես ձևավորում, նաև բնավորություն են ձևավորում։ Այս բնավորության հատկությունները դու ինքդ քո մեջ այսպես ասենք ձևավորել եւ հիմա երբ հետես նայում ասում ես այս սա մարզումների արդյունքն է։ Գիտեք ամենակարևորը որն է։ Միակ եւ ամենակարևորը դիսցիպլինան։ Եթե դու դա միշտ ես ունեցել։
Չէ։ Չէ։ Ես ցանկում ոչ իմ հետևից մաղճարս եմ ուղղել, ես ցանկում ես հաց չեմ սարքել ինձ համար, ես ցանկում չի եղել առավոտին կանց կես զարթնեմ կամ չի եղել որ ստաբիլ գնամ, այսին ժամին ես չպետք է մարզվեմ, ամբողջ գործես կարամ թող ինքը սովորացնում է քեզ դիսցիպլինան։ Ոչ թե մենակ մարզանքի մեջ, այլ քո ամբողջ կյանքիդ մեջ, քո ամբողջ ոլորտիդ մեջ, քո գործիդ մեջ։ Ինքը շատ բան է փոխում։ Քեզ սովորացնում է կոնկրետ դիսցիպլինան։ Ու դա ամենակարևոր կետն է մի մարդկանց մեջ։ Որովհետև ամեն մարդ փոխվում է։ Յուրաքանչյուր ասպարեզում դա շատ կարևոր է։ Ամեն ինչի մեջ, Կա այդպես տարածված կարծիք, որ երբ միառժամանակ զբաղվում ես մարզումներով եւ հետո թողնում ես, միանգամից հավաքում ես ավել քաշ, այսպես ասենք, հետ է գալիս այն ժամանակվա մարմինը, այսինքն այն կառուցվածքը արդեն գեղեցիկ կորցնում ես։ Ինչին որ օրգանիզմը սովոր է, փորձում է վերադառնալ դրան։ Շատ ճիշտ հարց է։ Գիտեք ինչ համար, նայեք, որովհետև հիմնականում մեր մարդկանց սխալելում, ասենց, նայեք, եթե իմ մարմինը սովոր է, շաբաթը 3 անգամ կամ 2 անգամ մարզվել, գործել ասենք տամի մի մարզանքի ընթացքում, մարզումի ընթացքում գործել 500 կալորիա, օրինակ եմ ասում, չէ՞։ Երբ որ դու կանգնեցիր դրանից, եթե նույն չափով ես ուտում, ոչ թե դեռ ավել, այլ նույն չափով ես ուտում, դու արդեն ստանում ես շաբաթը 1500 ավել, չէ՞։ Այսինքն քաշը ավելանում է, բարձր։ Այո։ Որտեղ քո մարմինը սովոր է, որ էդի պիտի ծախսես դու ինչ որ մի կերպ։ Այո, իհարկե, ոչ թե մի անգամից, այլ կարող ասենց մի ամիս, 2 ամիս հետո կամաց մգաններն էլ իշտում է վերադառնում, ասենք իր սովորական չափսերին, չէ՞, իշտում է, մետաբոլիզմը իջնելու է մի քիչ, որտեղ սովորը արդեն արագ աշխատելուն, արդեն մի ամիս, 2 ամիս հետո սկսելու ես մի կապած այդ քաշը հավաքել, սո եթե մտնում ես սրա մեջ, իմացում ինչը կյանքից վերջ է տալու է։ Ահա, բայց նաև ասում են, որ այդ մկանային հիշողությունն է, չէ՞, իրական, այսինքն անգամ եթե թողնում ես մարզումները, հետո նորից վերադառնում ես, շատ ավելի արագ ես վերականգնում, որտեղ վերականգնվում է ամեն ինչ։ Շատ ճիշտ եք ասում, ես անձամբ իմ փորձից կարամ ասեմ, դարիներ մարզվել եմ, մրցումները գնում էի բան, 2018-ին գդրեցի իմ բանը, երկրխանի մգանը, մեկ ջիլը, 3 ամիս գործողություն բան, արքիվազել էի բարաբերը, ես 3 ամսում գործրեցի 12 կիլոգրամ իհարկե մգան։ 12 կիլո իջել էի, դարել էի այսենց չոփ, մոտ ասած 2 ամսում հետ բերեցի։ Որովհետև կա մկանային հիշողություն։ Մկանային հիշողությունը կա։ Իհարկե չեք աշխատի 10 տարի հետ որ բերեք այդ 10 տարվա աշխատանքը, կարող է 2-3 ամսում հետ է գալու, կարևորը մոտիվացիան չի գործնելն է, դիսցիպլինայի մեջ մնալն է։ Իսկ ի՞նչն է մոտիվացնում ոգեշնչում։ Նայեք շատ լավ արծը։ Ամեն մարդ ունի իր մոտիվացիան, կոնկրետ իմը չաղանալու վախը։ Պրոֆեսոր Մոհամեդ Ալին հարցնում էին, ասում էին, ի՞նչն է քո գրավական հաղթելու, ասում էր բարդությունի վախը, իսկ իմն էլ չաղանալու վախը։ Ես որտեղ եղել եմ շատ կեր, մոտ 130-140-ին եղել, իջել եմ մինչև 70, հետո կամաց բարձրացել եմ 100 կիլո եմ, բայց իհարկե մկանային զանգվածքի հաշվին, սո իմ վախը միշտ էդի է, որ հանգարց հետ չաղանամ։ 21-րդ դարում վիրաբուժությունը այնքան է զարգացել, որ այսօր կանայք շատ հեշտ կարող են եւ նստատեղ ունենալ գեղեցիկ եւ որովայն ունենալ։ Եվ տղամարդիկ, այո, մկաններ։ Մի խոսքով, որտեղ որ պետք է ավելացնել, որտեղ որ պետք է հեռացնել։ Արդյոք դժվար չէ կանանց հասկացնել, բացատրել, որ առողջ ապրելակերպով հասնել այս ամենին շատ ճիշտ ճանապարհ է։ Էլի շատ ուժեղ հարց է, որի մի շատ է տարածված մեր աշխարհում, ոչ թե մենակ հայերում, աշխարհում է տարածված։ Շուտ արդյունքի հասնելը։ Ես մի հատ խոսք ունեմ։ Ինչ որ մի բանը, որ շուտ ձեռք ենք բերում, շուտ էլ գործնում ենք։ Ինչի համար։ Այսինքն, երբ որ իմինդը ինչ են ասում, դա ֆիլերը, բոտոքսը, կամ չգիտեմ ինչա, այդ բաները որ լցնում են, ախր դրա հետևանքի մասին կարտացած կան։ Չէ, նաև ճարպ են լցնում, չէ՞, մի տեղից վերցնում են ճարպը, ուրիշ տեղ ավելացնում են մկաններ։ Լուսինս այդտեղ եմ ասում, մեկ եմ գալի, այսինքն առաջին դեպքում որ դու ասում ես ֆիլերն է բանը, այնի ինքը ստաբիլ չի մնում նույն տեղում։ Ինքը շարժվելու է։ Ինքը ժամանակի ընթացքում քայքայվում է, ինքը դարացվում է որտեղ քարյանը դա չէ խառնվելու։ Ճարպը Չէ, խոսում եմ այդ ֆիլերների քիմիական նյութերի մասին։ Այո, քիմիական նյութերը, այո։ Օրինակ եմ ասում, եթե շրթունքները լցնում են, ինչ որ մի ընթացքի հետո իջնում է, չէ՞։ Բայց դու ուրա գնում։ Դու ավելավա, ունես ավելի փոքր բայց ունես մարմին ու մարզված մարմին, ասեն հալալա նայ մարզումով հասելա սրան, թե ասեն սեփական քրտնաջան աշխատանքով ստացած արդյունք կա։ Բայց ամանուկ հետաքրքիր է օրինակ եթե կան մարդիկ, որոնք դիմում են ցես, որովհետև լինում են նաև նմանատիպ դեպքեր, երբ օրինակ ինչ-որ մեկը գալիս է մարզասրահ, ասում է ես ուզում եմ միայն ենթադրենք աշխատել իմ ոտքերի կազմվածքի օրինակ կառուցվածքի վրա կամ միայն այս վերին հատվածը ենթադրենք։ Դուք ընդունում եք այդ առաջարկը, որը զարում է թե ասում եք որ ոչ պետք է այսպես ամբողջ մարմինը պետք է մարզենք։ Աղջիկին ասում եմ, օքեյ, եթե երկրորդ օրը եկար, մեջք չարեցիր, ոտքերը չացրում, բայց այսինքն էս քայլում, ասում որ մեկը, իսկ քո շորերի դագից, այսինքն ուսերը կախ լինի, քո շորը այսպես կախ նստի, թե սիրուն նստի։ Ասում եմ մտածի դրա մասին, ընդ հոп ինքը մտածել ու դեղվեց իրան։
Մազակոց, արդեն կամած փորձում ենք շտկել այդ ամեն ինչը։ Հետո իրանց բացատրում ենք, աղջիկ ջան, երբ որ դու մարզվում ես, դու չես կարող դղեկի նման մգան ունենաս, քո հիմնական հորմոնը էստրոգեններն են, տեստեստերոնը, որ ինքը կարող մգան հավաքի, դուք չեք կարող մգան հավաքեք ամբողջ տարին, եթե մարզվեք, եթե մի կիլո մգան հավաքեք, պետք է խաչակնկվեք, նա դուրս գաք ստեից։ Բացատրում ենք այդ իրանց գիծա հումորով, գիծա բանով։ Թևաթափ են անում կանանց եւ ճիշտ եք ասում են իրականությունը առանց իրականություն է բացում, ասում դու մարզվի, ասում մգանները ձգի, ինչքան կարաս մգան ունեցի, առաջինը, երբ որ դու մենակ ասենք ունեցար սիրուն ոտ։ Եվ հենց այս խոսքերից հետո կանայք դուրս են գալիս մարզասրահից եւ գնում են վիրաբույժի մոտ։ Խնդրեմ։ Չէ, իմ մոդելները չեն գնացել առայժմս, չէ, ինչի համար, որտեւ ասում եմ, նայեք, ձեր մաշկներն է թուլանում, չէ։ Իհարկե, այս ձերքի հատվածները, այս մասի հատվածները, որտեւ որ մարզվում են, եթե չեք մարզում, իհարկե մաշկը թուլանում է անդե։ Այսինքն դու ամեն հատվածի վրա պետք է աշխատես, չի կարող լինի մի տեղը անես, մի տեղը չանես։ Իսկ դղեկերը նույն ձև։ Եվ որ ոտ չեն անում, ես ասում եմ չկա իմ մոտ։ Առաջինը ոտ դղեկը պիտի անեն։ Ասում ես sense եմ ասում, որ շենքը սարքում են, առաջինը քիչ են սկսում։ Իհարկե, այո։ Ամենաբինտ մասը դա պիտի լինի։ Բայց նաև խոսենք առիթից օգտվելով իհարկե սխալ մարզումների մասին, որովհետև սա եւս կարծում եմ շատ կարևոր թեմա է եւ առասարակ երևի թե բարդ է գտնել ճիշտ մարզիչ, որը իհարկե հասկանում է շատ լավ ինչ է անում, որովհետև մեր օրերում կարծես թե մարզիչները մասնավորապես համացանցում շատ են, ովքեր հասկանում են ֆիթնեսից, բայց խոսենք նաև այդ մասին, թե ինչ վտանգի կարող է առասարակ հանգեցնել սխալ մարզումը։ Եթե մանավանդ կան օրինակ ողնաշարի հետ խնդիրներ։ Հիմա այնքան է հեշտացել այդ մարդուն հայտնի սարքելը, այսինքն social media-ն մեզ այնքան հեշտ է, ոնց ասեմ, մի հատ վիդեոն գբավ, մնացած հետևից գնում է ու կարող է ինքը ոչ իվան չգիտի, հելում է TikTok-ով նայում է երկու բար, ընդեցելուն խոսում, ասում որ էս ինչա, այդտեղ մարզվենք, մոտը հետո գնում եմ չէ, իրականություն չի համապատասխանում իր ասած ձերի հետ։ Ուրեմն ճիշտ, եթե ինքը ինչ-որ մի հատ սխալ բարձություն արեց, դու հաստատ այդ մարդը ունեն, իմ մոտ շատ են գալի, ասում են մարզվել եմ, ունեմ գրիժա։ Մարզվել, ասում ոնց կարա մարդը մարզվի ունենա գրիժա։ Ասում մենակ ես մարզվել, ասենք մտածում եմ, չէ՞ կարա մենակ մարզվի, ինչ որ գետնից քաշ վերցնի, մի հատ ծուր թեքությամբ։ Մի հատ ծուր թեքությամբ վերցրեց, թեկուզ մի կիլո։ Ես դաժե ասում եմ մարդկանց, եթե ջամփին գոբեկ կտեսնեք գետնիկ, նստեք, կքանստեք, նոր վերցեք, մեջքով չվերցեք։ Դա կարա արդեն բերի ձեզ գրիժային։ Բացատրում ենք, ասում ենք, չէ, սենց պետք է անեք։ Այդ մարդկանցից պետք է զերծ մնալ։ Հիմա նայեք, հայերը մենք ոնց ենք սիրում, հարցնելով, չէ։ Թեկուզ եթե մենք մի բան տեսանք, ես գնում եմ ընկերոջս եմ ասում, այս ինչ բանն եմ տեսել, ինչ կասես, բայց գալի մի մորքուրից տուն զանգեմ, էդի գիտի, էդի մի հատ սրանց, գտնվում ենք, չէ, մենք սաղ իմանում եմ, ինչ բան պիտի անենք։ Հարցրեք մի հատ, նայեք, ես սենց եմ ասում, ես իմ մոտ սենց է, ասինքն, ասում եմ առաջին մարզումը փորձնական է։ Իմ համար եւ քո համար։ Կարող ես չկարողանամ աշխատեմ քո հետ, կարող դու իմ հետ չկարողանաս աշխատես։ Մարզումը վերջացավ, օքեյ, վճարի գնա։ Օրինակ, չէ։ Երկրորդը, այդ մարդու է նույնը արա, ասում մի հատ տեսնեմ, մի հատ ինձ մարզի, տեսնեմ օքեյ է, նոր շարունակեմ, չէ։ Ամեն մարդ գտնում է իր մարզիչին։ Ասենք մարդ կա, որ ես իր հետ չեմ կարող աշխատեմ, նույն մարդ կա, որ իմ հետ չի կարող աշխատի։ Այն մարդ ունի Իրանը։ Պետք է հասկանալ այդ մարդը ով է, ինչ կարա դա։ Վերջին հարցը, որ համոզված եմ, որ շատ կանանց հիմա կհետաքրքրի, մարզումների միջոցով հնարավոր է մեծացնել կրծքերը, ձևը, չափը փոխել, ձևը փոխել, թե ոչ։ Կրծքերը իրանք ինչից են բաղկացած, չարբից, յուղից են, չէ։ Մենք ոչ ձևը կարանք փոխենք, ոչ մի բան չենք կարող անենք։ Ու հակառակ, երբ որ ինձ ասում են չեմ ուզում կրծքերի չափսը իջնի, ասեմ ոչ, եթե դու նիհարում ես, կրծքերի չափն էլ այստեղ ուզենք, չուզենք։ Okay։ Մենք այսօր ինչ կրծքերի բարձրություններ չենք տալի աղջիկերքին, զուտ հավաքող բարձրություններ ենք տալի, ինչ համար սթրեչինգ, մեջքի համար։ Հասկացաք, այսինքն գործու մեջքը պիտի հավասարն է, այսինքն եթե մեջքը դու վարժվում ես, մեջքը ձգում է հետև, իրան պիտի բալանսի բերես դեմն ու հետևը։ Համոզված եմ, որ շատ հեռուստադիտողներ կցանկանային տեսնել մի քանի վարժություններ, որ դու մեզ հիմա ցույց կտաս։ Ես կփորձեմ ավելի կարևոր վարժությունները, որ հարկավոր են հատկապես մարդկանց, որոնք նստակած կյանքով են հաճախ ապրում, օրինակ ունենք մեջքի ցավեր, նստած ենք ինչպես օրինակ ես հիմա նստած ենք ամբողջ օրը համակարգչի առջև, կարծես թե լարվածություն կա, ինչ կարելի անել, պարզ արագ որևէ մի քանի վարժություն, որ քիչ ավելի էսպես լիցքաթափվելու համար։ Փորձենք կառաջարկենք։ Հենց այստեղ գնացինք։ Ուրեմն ամենահեշտ բաները, ասում եմ ժողովուրդ ջան, երբ որ պետք է դունը թեկուզ շարժվենք։ Դունը գանանք սկսենք մեր մարմնի քաշը, առաջինը գկանիստը, գկանիստերը որ անում ենք, այս է ամենաուժե բանը, որ ոտքերն աշխատում ամբողջովին ոտքերը։ Բայց ամենակարևորը որ ծնկները դուրս չլինեն։ Այո, դե մի բացատրություն ուրիշ է, այսինքն եթե գողքից կարեք, չեմ կամերա որտե։ Այսինքն ձունգը մատներից առաջ չկա, տազի վրա նստենք, մեջքը ուղիղ, այս վարժությունները անենք։ Երկրորդը լանջիզները, այսի, կարանք դունը այսպես հադիկ-հադիկով անենք, okay։ Նույնը գարանք այս մի ոտքը դրած
ինչ որ վերև։ Էլի այսպես նստենք անենք, ավելի որ 10-ին աշխատի, ասենք չգիտեմ, 3 անգամով 12-ից 15, դեմի եթե նորանոց կարող այդքան չի ձգի։ Ասենք սա ոտքերի դեպքում, երկրորդը ես ասում եմ ուսերը կարանք շարժենք, թե չգիտեմ դու հաստատ կունենանք ինչ որ փոքր ջրի շիշեր կամ ինչ որ մի բաներ, դիմացի ուսերը, գողքի ուսերը անել, կամ թե ուսես մի քիչ բարգեր հետևի ուսերը անել, սա ուսերը ու բիցեպսը որ ասում են շարժել, տրիցեպսը կարող այսպես շարժել։ Okay, իսկ մեջքի վարժությունները դունը մեզ եթե մի հատ ռեզին եղավ, կարող ինչ-որ մի տեղից կախենք, վերևից եւ ձգենք ներքև։ Դեպի ներքև, կամ դիմացի ինչ-որ մի տեղ կապենք, ասես այսպես, մեջքը հավաքվի դեպի հետև, okay, մեկ էլ մի բան կա, բայց դա չեմ կարող ցույց տամ, դա է շատ ավարտուն, փորի վրա որ բարգում եք, ասես փորձում ենք բարձրանալ, սուպերմենն է, էլի շատ լավ է, մեջքի ներքևի հատվածի համար։ Շնորհակալություն Մանուկ, բայց մենք դեռ չենք ավարտել եւ ունենք խաղ։ Հիմա ասում ենք արդեն վերջերին։ Խաղի ժամն է եկել։ Խաղի ժամն է։ Գուցե այդ տրենդին հանդիպել եք, երբ հաճախ ասում են նորմալ է թե նորմալ չէ, որովհետեւ հարց են տալիս եւ ասում են նորմալ է թե նորմալ չէ։ Հիմա մենք ձեզ այդ հարցերը կուղենք ավելի մասնագիտական։ Դուք կասեք նորմալ է թե նորմալ չէ։ Գնացինք։ Գնացինք։ Նորմալ է ամեն օր մարզվելը։ Ոչ։ Բացատրում թե մենակայ ոչ։ Բացատրեք կարծես։ Կարևորը կարծում եմ նաեւ բացատրությունն է։ Լավ, արագ բացատրեմ դες։ Ուրեմն վերագանքնումը ավելի կարևոր է, քան մարզումը։ Կարճ եւ կոնկրետ։ Եթե մենք շաբաթը 2-3 անգամ մարզվեցինք, սովորական մարդուն շատ լավ բան է դա, որովհետեւ ասում եմ, դու ավելի շատ մեծ, ասենք, քո մարմինը գերդում ես հանգստանալուն, ոչ թե մարզվելու ընթացքում։ Գնացինք։ Նորմալ է քնի հաշվին մարզվելը։ Ոչ, քուն ամենակարևոր բանն է, եթե մենք չենք քնում, չենք վերագանքնում, չենք նիհարում, չենք չաղանում, ոչ, բլիկը, ստրես, երկրորդ օրը քաղցրի բանջք։ Այս հարցը եւս մեկ անգամ տալիս եմ, որ ամրապնդենք։ Նորմալ է նախաճաշին քաղցրավենիք ուտելը։ Ոչ, ալքելված է։ Ահա։ Նորմալ է օրական 1 անգամ սնվելը։ Դա չաղանալու դիետա ես վեշտի ասել եմ։ Օրը մինիմումը 2, եթե ֆաստինգի դեպքում մարդը եթե ինչ-որ առողջական ունի, ձոմվաղությունն անում, օրը 2 անգամ մի հատ միջանկյալով տենց, դա մինիմումն է։ Նորմալ է համոզված լինել, որ մարզվելու համար արդեն ուշ է, եթե 40 տարեկանը լրացել է։ Ես գնացի մոստից գծվեմ։ Եվ շատերը կարող են քո ետևից գալ։ Բարձ է։ Նորմալ է յուրաքանչյուր մարզումից հետո քեզ բուրգերով պատկեվատրելը կամ անգամ բուրգեր չցանկացած արագ սնունդ։ Նայեք, դա բարդաթիրա, որ դեսեք։ Ինչ-որ բան եմ ասում։ Չէ, ինչի համար եմ ասում։ Երբ որ դու երկար ինձ որ ասում, ես նոր տեսել եմ, ես բուրգեր եի գուտում, ասում, օքեյ, մի վարյան։ Դուք քանի օր դիետա եք բաղում։ Ես 10 տարի ես կյանքի վրա եմ։ Սենց մի բան գա, որ դու ուտում ես նույն չափով, նույն կալորիաներով, քո մետաբոլիզմը ընկնում է։ Okay, 1 շաբաթը 1, 2 շաբաթը 1 կարելի է cheat meal ենք ասում դրա։ Մի հատ խախտում քո մետաբոլիզմը զարթացնելու համար։ Ես միշտ ասել եմ, մի անգամ վատ ուտելով դու չես վատացնում քո կյանքը, մի անգամ լավ ուտելով չես լավացնում։ Ահա, անցան առաջ։ Նորմալ է առանց մարզչի մարզվելը։ Եթե դու այդքան գիտելիք ունես, եթե այդքան սովորել ես, կարաս պարապես, բայց եթե չէ, անպայման դիմիր մարզիչի։ Թեկուզ հասկանում եմ մարդկանց ֆինանսը, այն, թեկուզ մի ամիս դու մարզվի, հասկացի բոլոր գործիքները որն ես անում ու քեզ չես վնասում։ Գաղափար ունեցի շարժվիր հետո մենակ։ Ահա, դե հենց այսպես ճիշտ խորհրդով եւ որ ամենակարևորն է, կարծում եմ շատ մոտիվացված ավարտում ենք մեր այսօրվա զրույցը Մանուկի հետ։ Շնորհակալ ենք։ Վաղվանից առավոտյան արթնանում ենք ժամը 5:30 եւ գնում ենք մարզվելու Դավիթ։ Փորձում ենք համենայն դեպս գոնե խոստանալ, որ Գոնե մտածել այդ թեմայի մասին։ Շնորհակալություն ստորիներին ձեր։ Շնորհակալ եմ Մանուկ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։